Փառք Տիրոջը։ Աստված ասում է, որ ինքն է մեզ ընտրել ու տնկել է իր տան մեջը։ Մենք իրան չեն ընտրել։ Քույր եղբայրներ, ուզում այսօր մի սրտից մի խոսք տար, շուտվա ինձ եմ ստացել ու կուզեի կիսվեի ձեր հետ, մի մասին խոսամ, մի երևույթի մասին խոսամ, որը որ հնարավորություն ունի միացնել, բաժանել, կառուցել եւ քանդել, հա, ընտանիքներ կարա քանդի։ Ու գիտեք, այդ երևույթի անունը միաբանություն է։ Այսօր կուզեի խոսալ մի քիչ միաբանության մասին։ Գիտեք, любой օրգանիզացիա, որտեղ որ չկա միաբանություն, որտեղ որ չկա նպատակ ու մարդիկ այդ նպատակով չեն եթում առաջ, այդ օրգանիզացիաները քանդվում են։ Եկեղեցիները, եթե եկեղեցին չի եթում Հիսուս Քրիստոսի հետևից, հա, միաբան բոլոր, եկեղեցիները կարան քանդվեն, պետություններն են քանդվում։ Շատ վերջերս կարանք նկատենք, եթե պետության մեջ չկա միաբանություն, եթե բոլորը չեն քայլում այն ձև ոնց որ ղեկավարությունն է ասում, տենում ենք բունտեր, տենում ենք պատերազմներ, հա, միաբանությունը հնարավորություն ունի քանդելու, միացնելու։ Գիտեք, շատ ժամանակ տենց զարմանում եմ, ասում մեր օրգանիզմը, Աստված ինչքան կատարյալ է ստեղծել մեր օրգանիզմը, ու ամեն մի օրգանիզմ կատարյալ աշխատում է միաբան էմի օրգանի հետ։ Ումն է պետք սիրտը, եթե մարդու թոքերը չեն աշխատում։ Ումն է պետք ոչկաները, եթե սիրտը չի աշխատում, հա։ Ամեն ինչ պիտի աշխատեն ու իրար հետ միաբան աշխատեն, ամենակարևորը։ Գիտեք, Հիսուս մեր աշակերտներ։ Աշակերտները ինչ են անում Հիսուսից հետո։ Միաբան քարոզում են Հիսուսի մասին։ Միաբան ամեն մեկը։ Ոչ մեկը իր արքայությունը չէր դնում։ Հիսուսի մասին են խոսում, Հիսուսին են քարոզում։ Այսօրվա դրությամբ մենք հնարավորություն ունենք ստեղ կանգնած Տիրոջ մասին խոսալ։ Այսօրվա դրությամբ իրանց շնորհիվ է, որ մենք Եվանգելիա ունենք, հա, որտեղ իրանք միաբան մի գործ էին անում։ Գիտեք, բացենք Եփեսյանը 4 գլավան 2-ից 6-րդ խոսքը։ Грация со всяким смиренномудрием и кротостью и долготерпением, снисходя друг к другу любовью, старайтесь сохранить единство Духа в союзе мира. Одно тело, один Дух, как вы призваны к одной надежде вашего звания. Один Господь, одна вера, одно крещение. Один Бог и один Отец всех, который над всеми и через всех и во всех в нас. Ապոստոլ Պավելն ասում է, старайтесь сохранить единство Духа։ Այսինքն դա մեզանից է կախված։ Մենք դա կանենք, թե չենք անի։ Գիտեք, շատ է դուրս գալի ռուսերեն այդ խոսքը, ասում է смиренномудрие, смиренный мудрый человек, кроткий человек։ Հիսուսն ասում էր, я кроток и смирен сердцем, հա։ Смиренный мудрый человек, это ով է։ Եթե տենց կարճ ասած, դա մարդն է, որ հասկանում է, որ ինքը մեղավոր մարդ է, ինքը հպարտ մարդ չի, ինքը հասկանում է, որ Հիսուսից կախված է, ինքը վազում է, որ Տիրոջ գործ անի, ինքը հասկանում է, որ Հիսուսը իր համար ինչ է արել, հա։ Ու մեր համար կատարյալ պրիմերը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ինքը խաչի վրա էր, ինքը մեր համար աղոթում էր, ասում էր, հայրների իրանց, իրանք չեն հասկանում ինչ են անում։ Ինքը խաչի վրա էր։ Մենք պիտի իր տեղը խաչի վրա լինենք, բայց ինքն էր մեր տեղը։ Ասում է, հայրների իրանք չեն հասկանում ինչ են անում։ Ու գիտեք, որ Հիսուսը խաչից իջավ, երրորդ օրը հարություն առավ ու ինքը ինչ ասաց, ինքը չեկավ ասաց, որ տղեր ջան, տեսակ են սատանու գլուխին չոյին հանեցի, հա, չհպարտացավ ինքը, եկավ ասաց, տղեր, տեսեք, վերքերս, տեսեք ինչ արեցին իմ հետ, հա, ու գիտեք, այդ վերքերի շնորհիվ է, որ մենք այսօր փրկություն ունենք, այդ վերքերի շնորհիվ է, որ մենք օրհնություն ունենք, որ մենք բժշկվում ենք, հա, ինքը մետեղ բարձացավ խաչ։ Ու գիտեք, շատ ժամանակ հակառակ ասենք Հիսուսը կատարյալ է, իրոք է, ինքը կատարյալ է, իր պրիմերը մենք կարանք բերենք, բայց մեր մեջ տենց ասած, մեկ-մեկ կմոտիկանամ հովից մեկ-մեկ այնպես բաներ կասեմ, ասում մտածելով, որ մա թունդ հայտնություն եմ ստացել, ասում հովը տես նայում ասում Համլետ, այս ինչ բան ես ասում։ Հրաշք, այդ հայտնությունը որից է ստացել։ Բայց ինքը գիտի ճշմարտությունը, ինքը գիտի, որ այդ սխալ եմ ասում, հա։ Ու գիտեք, ինքը անցնում է ժամանակներ գալիս եմ մոտիկանում ասում, «Ո ջան, այդպես բան ոնց ասեցի, էլի։ Ես ոնց կարա այդպես բան մտածել, էլի»։ Բայց սմիրոնի մուդրի մարդ է, էլի։ Ոնց որ ճիշտը իմանալով չի խփում ճակատին, ճիշտը իմանալով ինչ չի բզում, ասում է, որ ախ սխալ ես խոսում, այ տղա ջան, այդպես բան չի կարա լինի։ Գիտեք, մենք շատ ժամանակ սիրում ենք, որ մեկին որ հանգարց մի բան տենում ենք, մեղքը явն է, էլի, տես որ որտես շատ տես մեր աշկին երևում է, մարդկանց բզել, ցույց տալ, որ ցիմբոլը մենք ճիշտը գիտենք ոնց է, մենք սիրում ենք մարդկանց տենց
Մեր ճիշտը ասել, հա, այդ մեկը ծխեց, այդ մեկը խմեց, այդ մեկը չգիտեմ շնության մեջ է, այդ մեկը վատ խոսքեր խոսած, այդ մեկը այդ, հա, Պրետը մենք բամբասում ենք լավ այդ մասին, էլի։ Մարդկանց ուղղություն ենք ցույց տալիս, բայց մենք բամբասում ենք արդեն այդ մասին։ Բայց գիտեք, Աստծո խոսքը ասում է 4 պատվիրանը, ասում է միտեղ հավաքվել է մի թողեք։ Ասում է շաբաթ օրը սուրբ պահեք։ Ու գիտեք, ասում է եթե դու բոլոր պատվիրանները պահեցիր, մեկը չպահեցիր, ուրեմն բոլորն էլ չպահեցիր։ Բերեք բացենք 4 պատվիրանը։ Грация. Помни день субботний, чтобы светить его. 6 дней работай и делай всякие дела твои, а день 7, суббота Господу, Богу твоему. Աստուխոս կասում է, ինչ ուզում ես արա, 6 օր քոնը։ Բայց 7-րդ օրը դու տիրոջը։ Մեր քույրեր եղբայրները գիտեն, եթե 7-րդ օրը Համլետնա քարոզում, ծառայում, ուրեմն այդ ժամանակը ավելի քիչ անում է, հա։ Մենք Даже ամբողջ օրվա ընթացքում օրվա 10-րդը ժամի մոմենտով ասում էլի, ֆինանսի չէ։ Մենք չենք տալ տիրոջը։ Որովհետև եթե 24 ժամա մենք եկեղեցում ինչքան ժամանակ ենք լինում։ Ալի մենք 2 ժամ թող լինի։ Եթե Համլետնա ծառայում, դա մի ժամ։ Всё։ Դրանից հետո մենք գնացինք մեր գործերով ու մոռանում ենք տիրոջ։ Даже մոռանում ենք, ես ին վրա եմ ասում, ես ոչ մեկին չեմ ասում, եկեղեցից դուրս եմ գալի, արդեն մոռանում եմ, այնտեղ ինչ էին ասում ինձ։ Հով ինչի մասներ խոսում։ Եկեղեցից եմ դուրս եկել նոր Ինչ ստացար, ինչ հայտնություն ստացար։ Այնտեղ մենք եկեղեցի մեջ շատ ժամանակ նստած ենք ու մենք մեր գործերով, մենք մեր մտքերով, հա, բայց Աստծո խոսքը ասում է իմ տուն եղեք, հա, ու եթե ասում է, եթե Иакова 2:10 ասում է, кто соблюдает весь закон и согрешит в одном что-нибудь, тот становится виновным во всем։ Գիտեք, քույրեր եղբայրներ, սատանան ամեն ինչ կանի, ամեն ինչ, ոչ մի ռեսուրս չի խնայի, որ ինձ ու քեզ իրարից բաժանի։ Ամեն ինչ կանի, հա։ Այսօր մի քիչ հիվանդ եմ, չեմ էտա եկեղեցի։ Այսօր մի քիչ պագոդան լավ չի, չեմ էտա եկեղեցի։ Բայց կողքից լսում ես մարդ ասում է, ես ամեն օր Աստծո հետ եմ։ Ամեն օր Աստծո հետ եմ։ Հազար ու մի պրիչին կլինի, որ չգամ եկեղեցի։ Ու հետո տենում ես, որ Այդ եղբայրները մտնում ես, ոնց որ քույրերը կամ եղբայրները, ոնց որ ուշադրություն չդարձեցին քո վրա։ Հետո հասկանում ես, որ այդ հովս այդ վերջերս դες կարակոտ չի քարոզում է, ինչից կլինի։ Գիտես ինչից է, որովհետև կա մեկը, որ քո վրա աշխատում է։ Կա մեկը, որ քո կողքից դες բզում է քեզի, հա։ Ուշադրություն չդարձեցին քո վրա։ Մի անգամ լսեցի տես մի բան, ասում է հովը աղոթեց, չբուժվեցի։ Ասում է մեկը բուժեց, ես չբուժվեցի։ Ոնց որ հովն էր բուժողը։ Հա հով է իմանա բուժի ինքը իրան կբուժի մարդեն կան եվանդություններ ունի առաջին իրան կբուժի բուժողը ինքը չի բուժողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ու ինքն է որոշում երբ մարդ կբուժվի երբ չբուժվի ու գիտեք հա դա այդ մարդը որոդի հասկանում է բայց այնպես տոնա որ դու հասկանում ես որ ինքը ոնց որ նիդավորնի է որ ինքը չի բուժվի հա բայց մենք իրական եկեղեցի ենք ու եղբայրներ չկան այս ֆուտբոլի կոմանդա որը որ միշտ կարա տանի կարա բժշկվի մեր մոտ մարդը կարա չբժշկվի Որոշողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Մենք չենք որոշողը, հա? Ու դու դες նստած ամենավատ երևույթը գիտեք էնա, երբ որ մարդ իր մտքերի հետ մնում է մենակ։ Ու սկսվում այնտեղ։ Ուշադրություն կորած չդարձեցին, հովը այսօր քեզ չբարևեց, այսօր էդի, այսօր էնի, հա? Ու կա մեկը, որ քո վրա շատ լավ աշխատում է։ Ու ինչքան էլ որ մենք մտածում ենք, որ մենք շատ ուժեղ հոգևոր ենք, ու եղբայրներ Սատանան 6000 տարվա օպիտ ունի։ Մենք ինչքան էլ ուժեղ լինենք, ինչքան ուժեղ հոգևոր լինենք, ինքը մեզանից ավելի շատ բան գիտի։ Ու գիտի մեր ամենաթույլ տեղերը, ու գիտի ոնց մեզ խափի։ Ու գիտի ոնց ու ինքը կողքից նայում է, եթե ինքը մտքերը գցում է, դու արդեն սկսել ես այդ մտքերով աշխատել, ինքը ավելի շատ է սերմերը գցում։ Ու տենում ես, որ ինքը քեզ արդեն եկեղեցից փոկեց։ Հա։ Իր գործը ինչ է, գրածա 1 Петра 5:8։ Գրածա Трезвитесь, бодрствуйте, потому что противник ваш дьявол ходит как рыкающий лев, ища кого проглотить. Իր գործն է որ մարդկանց սպանի, իրանց գործն է որ մարդկանց թալանի, հա? Ու գիտեք, ինքը ինչի չի ուզում որ մենք միաբան լինենք, ինչի չի ուզում է քեզ եկեղեցից փոկի։ Պատկերացնում եք մեր եկեղեցին լադվերսը մի 100 հոգի մարդ ենք, եթե մեկի մատը փուշ է մտնում, այդ 100 հոգին կանգնում են աղոթքի։ Դա հիմա քո այդ
հեշտ կլինի պատերազմել, երբ որ դու մենակ ես, թե երբ որ 100 հոգի քո հետևը կանգնած են ու աղոթք են բարձրացնում քո համար։ Հա։ Իհարկե իրան дժվար կլինի։ Աստծո խոսքը ասում է մի ռուսերեն գրածա, որ один человек прогонит тысячу демонов и 2 человека прогонят тьму։ Հա։ Այսինքն, եթե պատկերացնում եք 100 հոգի է կանգնած աղոթքի մի մարդու համար, իհարկե իրան դժվար կլինի քո հետ պատերազմել։ Ինքը ամեն ինչ կանի, որ ինձ ու քեզ իրարից ազատի։ Ինձ ու քեզ ամեն մի պրիչին։ Ինքը գիտի իմ ու քո թույլ տեղերը։ Ու ինքը գիտի որտեղ սխմի, որ մենք ոնց որ ռեակցիա տանք այդ ամեն ինչին։ Բացենք Իոնա 10:10։ Մեր հովներ անցած անգամ այդ մասին խոսում, ասում է, որ приходит для того, чтобы украсть, убить и погубить. Я пришел для того, чтобы имели жизнь и имели с избытком. Ասու խոսնա ասում։ Գողի գործը ինչ է։ Գասպանի, թալանի։ Ու գիտեք մի հատ այնց անեկդոտ կա գողի մոմենտով, քրիստիանский անեկդոտ։ Գողը գալիս է մտնում է կվարտիրը, դե ինչ պիտի անի, եկել է թալանի։ Գնում է մեկն էլ ձենա լսում, ասում է, Տուզիկ тебя видит։ Ո՞թե զարմացած ես կանգնում, ասում է, ախ ის կոորդինատները ճիշտ են ասել, էլի, ստե մարդ չպիտի լիներ։ Մենակ եմ ես։ Ֆանարիկով նայում է, տենում է մենակ է, մարդ չկա։ Այդ թվում է առաջ ասում է լավ կարող է ինձ թվաց։ Հետո նորից էլ ձենա լսում, ասում է Տուզիկ тебя видит։ Այս ֆորմա ֆանարը դնում է պապուգայն, հա, կլեткай մեջը։ Ասում է դու ես իմ հետ խոսում։ Ասում է да, это я с тобой разговариваю։ Ասում է քո անունն ինչ է։ Папугай պատասխանում ասում է Меня зовут апостол Павел։ Արա այդ մարդը ասում է Ишкон какой глупый человек назвал попугая апостолом Павлом, տենց անում ասում է Это тот же человек, который Добермана назвал Тузиком։ Ասում է շունը քեզ տենում է, այլ ուզում ասի։ Գողը մտնում է ինչ անի։ Թալանի մենակ, հա։ Ու գիտեք քուրեք եղբայրներ, սատանան ուղիղ ունի այդքան դոստուպ մեր կյանքի մեջ, ինչքան մենք իրան տալիս ենք։ Մենք ենք իրան դոստուպ տալի մեր կյանքի մեջ, ու տալիս ենք մեր մեղքերով։ Հա։ Ինքը ամեն ինչ, գիտեք, կարող է մատ մեղ կախիսից, մատ մեղ խփիս թե, մատ կեղտոտ բան դնի վրա, քո տան մեջը։ Մի մեղ այլ է, մի փոքր դաժե կարա դուրդ մի փոքր բաց լինի։ Ու ինքը արդեն դոստուպ ունի քո կյանքի մեջը։ Գյուղում մածիա կապացնում Սատանան գալիս է ձին արցակում է։ Ձին վազում է, փախնում է, խայզայնելում է, մտածում է, որ հարևանն է արե, հետո մա հարևանն հետ կռիվ է անում։ Հետո ձին հետո մտնում է, հետո չեմ սխալում, մի գոմի մեջ, գոմն է բացում, թալանում, այնտեղ ջարդում, փշրում, այնտեղ կենթանիները դուս են գալիս, աղկովերը, տենց հավերը։ Այդ գոմի խայզայնը մտածում է, ասում է, այդ ձի խայզայնն է ամեն ինչ արեց։ Ու տեսա գերի մեջ տալիս են իրար։ Մարդասպանություն։ Ու Աստված սատանան ասում է, ինչ ես արել։ Ասում է, ինչ եմ արել որ։ Մի հատ ձի եմ բաց թողել։ Մնացած իրանք են արել։ Ես ինչ եմ արել։ Եթե լոգիկի մտածես, հա ինչ արել, մի ձի է էլի բաց թողել մարդը։ Գիտեք, քուրեր եղբայրներ, եթե ես ֆուտբոլիստ եմ, մեր եկեղեցում տղերքը շատ են էլ ֆուտբոլ սիրում, տենց ասեմ, եթե ես ֆուտբոլիստ եմ ու ֆուտբոլի կոմանդի մեջ չեմ, ես ֆուտբոլիստ չեմ։ Ապիտի կոմանդի մեջ եմ, եթե ես Հիսուսի հետ եմ ու Հիսուսի տան մեջ չեմ, Հիսուսի մարմնի մեջ չեմ ես ուրեմն։ Գիտեք, միաբանությունը ես դաժե տենց ասեմ, ընտանիքի վրա վերցնեմ, ընտանիքները ոնց է քանդում։ Մենք հիշում եմ ժամանակ կար, որ այն գիտեք, որ կոպեկին կակա ես ասում այս ժամանակն է, ու շատ գիտեք քույր եղբայրներ, շատ հեշտ է ասում հավատալ, ասած փառք Տիրոջը, երբ որ խնդիր չունես։ Ոչ մի խնդիր չունես։ Նա շատ հեշտ է տենց ասում հավատալը։ Ու գիտես, այն ժամանակն է, որ կոպեկին կակա ես ասում ու փող չկա, մենք միաբան իրար հետ այդ խնդիրների մեջ դուրս ենք գալիս։ Միաբան, այսինքն ինչ ենք անում։ Կինս հիշում եմ, որ այդում էր ձմեռվա վեշերը ամառներ առնում, որովհետև ամառը էժան էր։ Հիշում եմ, որ գնար մի հատ Ռասովկա առա թե ինչ, չգիտեմ, ձմեռային ցույց է տալի ինձ, որ 300-400 ռուբլով էր առել ու ձմեռն եկել էր նույն շտրիխ կոդով ինքը ցույց է տալի, որ այդ նույն Ռասովկան 5-6000 ռուբլի էր էլի։ Ու այդ պերիոդներ մենք իրար հետ անցնում էինք ու ինքը հասկանում էր, որ մենք պիտի միաբան անցնենք իրար հետ, հա։ Չկար այտենց որ դու պիտի այդ ավելի անես, կար էդի, կար ժամանակ։
ու այդ ժամանակի մեջ հաղթեց միաբանությունը։ Մենք հաղթեցինք, դուս եկանք, որտեղ մենք միաբան ենք այդ ամեն ինչի մեջ։ Հիշում եմ անցած տարի էր եղբայրների հետ, չէ, իմ եղբայրների շնորհիղություն, անգիրոջս հետ էի, գնացել ենք Որսի, այսինքն դաժե ավելի շատ Որսի չէ, տենց ռազվեդկայի, ունես բնավորություն ունեմ, որ ամառը +30 լինի, տես տաք շորերս կհակնեմ, տես սվիտերով, կուրտկայով, բայց զմերը -30 լինի, մի հատ բարակ տես ֆուտբոլկայով, մի հատ բարակ կուրտկայով։ Գնացել ենք այնտեղ ու մտել ենք անտառի մեջը ու թաղվեցինք այնտեղ։ Ու թաղվանք, որ հասկանում եմ 25 կիլոմետր ոտով պիտի թանք։ Ու 25 կիլոմետրը -20 թե 25 աստիճան ցուրտ է դուսը, ու այդքան մենք պիտի ոտով եթանք ու սվյաշ չկա ընդհանրապես։ Քույր եղբայրներ, ես միշտ ասում եմ ու այնին էշի որ տես խոսքերով եմ ասում, ես չեմ հասկանում մարդիկ ոնց են առանց Աստծո ապրում։ Իրոք չեմ պատկերացնում։ Առանց այն շիտ որ ուզում եմ սիրուն խոսքեր ասեմ, որ ձեր դուրը գա, չէ, իրոք չեմ պատկերացնում, որովհետև այնտեղը որտեղ որ դու մտածում ես, որ հույս չկա, ինքը քո կանգնած է։ Այնտեղը որ դու մտածում ես, всё, տուպիկ է, դաժե ասեմ տես, մարդը որ մահանում է, երբ որ անբուժելի հիվանդ է, մահանում է, ինքը հասկանում է, ինքը հույս ունի ու ինքը գնա Տիրոջ մոտ է։ Ինքը հավատում է կա մեկը, որ իրան սպասում է։ Մարդիկ ո՞նց են առանց այդ հույսի ապրում։ Մարդիկ ո՞նց են առանց Աստծո ապրում։ Իրոք չեմ պատկերացնում։ Ու գիտեք, դուս ենք եկել, հա, տենց առաջի մի 5 րոպեն տենց ոնց որ ուրախ տենց էթում ես, քայլում ես, ամեն ինչ լավ է, բայց դա հասկանում ես, ոնց որ այն քո սազնանի քեզ տենց ոնց որ հիշացնում, ախ 25 կիլոմետր պիտի ոտով եթաս, դու չես հասնի տեղ ուղակի։ Ու քսառես չես հասնի տեղ։ Ու էթում ենք ես աղոթում եմ, աս մտքիս մեջ տենց այդ արդեն այդ վիսյոլի տենց այդ բանը անցավ, այդ ամեն ինչը տրամադրությունս անցավ, արդեն որ հասկանում եմ, որ շատ դժվար վիճակ է ու եթում ենք ես աղոթում եմ մեջ, ասում եմ Աստված ջան, ո՞նց կլինի, ո՞նց անենք, սվյաշ չկա, մենք մրսում ենք էլեմենտարն է։ Ու մենք չենք հասնի տեղ, ես հաստատ վստահ եմ։ Ու ես աղոթում եմ, եթում եմ ճախ ճանապարհ աղոթել եմ ու միտեղ բռնեցինք, գիտեք, միտես բաց տեղեր, ասիմ էլ նայեմ, կարող է ստեղ սվյազ լինի։ Այն որ գիտեք, այն որտես թռնում է ոտ, մի հատ անտենա կար, մի հատ պալաշկա, ու ես այդ պալաշկայով բռնեցի, զանգեցի մեր եղբայրներից մեկին, ես չեմ զանգել բարեկամներիս։ Հա բարեկամներ որ գային, իրանք parza որ բարեկամներ գային ու կօգնեին, էդի parza։ Բայց ես զանգեցի մեր եկեղեցու եղբայրներից մեկին ու ասեցի լսի քո կարիք ունեմ, քո օգնության կարիք ունեմ, որովհետև ինքը մի ուրիշ մեքենա ուներ, որով այդ մեքենայով կարային քաշեինք, հանեինք։ Գիտեք ինչ բառ ասած, просто место положение, քիչ էտա հասամ, հեսա հասամ։ Ու ես դες քայլում եմ, որ արդեն մրսում եմ, արդեն որ այդ հետաքրքիր չի էլ այդ ամեն ինչը, ոնց որ անցել է, ոնց որ նա վտարոյ պլան, ես դες ուրախանում եմ, ասում իմ եկեղեցու եղբայրն եկավ։ Ու ես իր հետ ծանոթացել եմ եկեղեցում։ Այսինքն եկեղեցին է այդ կլադը դրել, էլի։ Մեր կյանքի մեջ շատ բաներ է կատարում, որը որ եկեղեցու շնորհիվ է դնում ամեն ինչը։ Ու ես դες գնում եմ դες ուրախ այդ ընկերոջս ասում да сейчас мои братья придут, դες ոգևորված էլ որ իմ եղբայրներից հիմա կգան։ Նորից եմ կընկնում, եթե սա այս բարեկամներից էլ եմ զանգել, բայց իրանք էլ եկան, բայց որ բարեկամը տա գալի, դա դի parza որ ինքը կգա։ Բայց դա եկավ իմ եկեղեցու եղբայրը, իմ համար ոնց որ ավելի շատ բան լիներ, էլի։ Գիտեք, երեք խոսում ենք կաս մեր եղբորտուն էինք, ասում եմ շատ ժամանակ մենք իրար հետ կարանք շփվենք, պրոստը իրար հետ շփվում ենք, ու մեր կյանքերը կարա փոխվի։ Ամեն անգամ չի որ մենք պիտի նստենք ոնց որ Հիսուսի համար քարոզենք մարդկանց են որտես բռնում ես ու Հիսուս ոնց որ խփում ես բանն էլի։ Այն մարդ պետք չի տենց ամեն անգամ։ Մենք կարանք, գիտեք ինչի մարդկանց կյանքերը փոխում, որովհետև մեր բոլորիս նպատակը մի բան է։ Մեր ոնց որ ասած մտածելակերպ արդեն փոխված է։ Մենք բոլորս մի կողմ ունենք դեմայինք դեպի Հիսուս Քրիստոսին։ Ու մենք կարանք ուրիշ թեմաներով խոսանք, ու մեր կյանքերը փոխվում է։ Ու գիտես, եղբորն ասում եմ շփվում ենք իրար հետ, մեր կյանքը փոխվում է, ու մի անգամ մոտս մի հատ կլիենտ եկավ, ասում եմ, իր հետ խոսում եմ, բացատրում եմ ամեն ինչը, տենց անում, ասում եմ, լսի, ես չեմ խափում։ Ասում եմ, ոնց կա, իրան ցույց եմ տալի, որտեղ կարամ իրան խափեմ։ Իրոք որ ինքը կյանքում սկի չէ իմանա։ Ցույց եմ տալի, որտեղ կարամ խափեմ, ասում, բայց ես չեմ խափում, ասում եմ։ Ես տենց ասում եմ, ավելի շատ կասեմ, դաժե փորձում եմ, չչափազանցնեմ։ Մենք հայրը սիրում ենք, չէ՞ որ մի բան պատմում ենք,
10%-ն է ճիշտ մնում, էլ նենց ենք չափազանցնում։ Այն որ ասում է քարը հանեցի, ասում է տակը 1000 հատ կարիճ կար, ասում է 1000 հատ չէր լինի, ասում է բայց դե մի 500 հատ կար էլի, ասում է մի 500 հատ էլ չէր լինի, ասում է դե կա կարիճ չկար вообще էլի, այդ վիճակն է։ Ասում եմ դաժե փորձում եմ չափազանցնեմ, տենց անում, ասում է «Ա լավ, ինչ ես դու ինձ ասում, հայը չխափի»։ Դες կանգնած տենց ոնց կորա հայ, ասում հա կարա հայը չխափի։ Ասում է գիտեք ինչ տպավորությունն է, որ հայ ես, ուրեմն պիտի խափես, ուրեմն պիտի գցես, մեկի մի վատություն անես։ Իրանք արդեն ինքը սովորել են այդպես, ասում ոնց կարա հայը չխափի, ինչ ես ինձ էլի պատմում։ Ասում այն որ արդեն կան այդ ջղայնացել, որ այն խաղաղությունս արդեն կորցրել է, ասում այդտեղ ասում արի նայի, լավ։ Չես հավատում ինձ, արի նայի։ Ուզես մի հատ կամերա դնամ, ասես որ նկարի քեզ ուղարկի, հա։ Գույր եղբայրներ Աստվածաշունչն էի կարդում ու գիտես Ветքի Զավեթն եմ կարդում, մտածում ասում առաջվա ժամանակ ինչքան դժվար է մարդկանց Աստծո խոսքը հասցնելը։ Ինչքան դժվար է այդ ամեն ինչը։ Մենք այսօրվա դրությամբ ես դաժե տենց ասեմ էլի, չհամեմատվենք առաջվա դարվա մարդկանց, ընդ շատ դժվար է, դաժե վերցնենք գիտե 90-ական թվերին, հա, որտեղ որ Աստծո համար սպանում էին մարդկանց, հա, 90-ական թվերը գոնե մեքենան կար էլի, առաջի դարում вообще ոչ մի բան չկար։ Մենք շատ տենց կոմֆորտնի հավատացյալներ ենք, շատ կոմֆորտնի։ Մի այլ կարգի կոմֆորտնի։ Ու մենք շատ ժամանակ մենք չենք ուզում այդ կոմֆորտից դուրս գանք։ Այսօրվա դրությամբ ինչ եկեղեցի էթալը մեքենա կոմֆորտնի մեքենաները կան։ Եթե դաժե մեքենա չկա, տրանսպորտը գալիս է կանգնում է եկեղեցու դեմը, հենց դեմ դիմացը։ Եթե տրանսպորտով էլ չէ, տաքսիով կոմֆորտնի գալիս ենք հասնում ենք, բայց շատ ժամանակ մենք չենք ուզում մենք զոհենք մեր ժամը, գանք Տիրոջ համար։ Մենք չենք ուզում ծառայենք Տիրոջ համար, հա։ Ու նայում եմ ասում եմ Հիսուսի աշակերտները ո՞նց են ամեն ինչ անում։ Կարան 30 աշան պլյուս 30 աշան տակության տակ, տենց արևի տակը պուստինյայով մի քաղաքից դա մի քաղաքը, որ Աստծո խոսքը հասնեն, ոտով Աստծո խոսքը որ հասնեն, ամիսներով ճանապարհներին հետում, որ Տիրոջ խոսքը բանն հասնեն մարդկանց։ Մենք այսօր նստած դաժե տնոկան սխմեցիր հասար ստեղ 5 րոպե։ Մենք դաժե մեկ մտածում ենք, ասում ենք եկեղեցին 15 րոպե է, պրոբկա է։ Մի քիչ սպասեմ, մի քիչ կուշանամ, բայց որ հանգած պրոբկայի մեջ չկանգնեմ, որ շուտ ժամանակին հասնեմ, էլի։ Բայց նայում ես մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամեն ինչ մեր համար արել է։ Իրոք ամեն ինչ արել է։ Այն ինչ որ ինձ ռեալ պետք է, ինքը ատվել է ինձ։ Ինձ պետք չի, չգիտեմ, վերջի iPhone-ը կամ վերջի մարկայի ավտոն, դա ինձ պետք չի։ Ինչ որ ռեալ ինձ պետք է, ինձ տվել է ձրի։ Փրկությունը ինձ տվել է։ Ես պիտի խաչի վրա բարձրանա, ինքն է իմ տեղը բարձացել։ Խաչի վրա ինքը իմ տեղը բարձացավ։ Ես մեղավոր մարդ էի, ինքը կատարյալ էր։ Մենք հայերս սիրում ենք ասենք, ճիշտը մի հատ է, այն էլ մեր մոտ է, չէ, ճիշտը Հիսուս Քրիստոսն է։ Հա? Ու ինքը ճիշտ լինելով, կատարյալ լինելով, ինքը իմ տեղ խաչ բարձացավ։ Հա? Այսօրվա դրությամբ մեզ ինչ է պետք փրկության համար։ Որ մենք Տեր Հիսուս Քրիստոսին ասենք, որ ինքը մեր Աստվածն է, հա? Ապաշխարենք մեր մեղքերից։ Մի քանի բառ։ Մարդ մահանում է, եթե հասցնում է իրոք ի սրտանց, ապաշխարում է, Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունում, ինքը փրկություն ունի։ Պատկերացնում եք ինչքան է հեշտացել մեր համար ամեն ինչը։ Նայում ես, ասում եմ, ես այդ վերջերս շնչառության հետ խնդիրներ ունեմ ու նայում եմ ասում Աստված ջան, օդը մեզ ձրի է տվել։ Իրոք ձրի է մեզ տվել օդը։ Մի հատ երևի դուք էլ տեսած կլինեք, մի հատ վիդեո կա, այդ կորոնայի ժամանակ, որ մարդիկ հիվանդանում էին ու այդ իսկուստնի վենտիլյացիա լողկի որ միացնում էին մարդկանց, ու եթե չեմ սխալվում, Ամերիկայում էր թե Եվրոպայում էր մի մարդ մի շաբաթ մնացել էր այդ ապարատ տակը, ու իրան $5000 փող էին ուզել, ու այդ մարդը ասում էր, խնդիր չի էլի ֆինանսները, ես այդ ֆինանսներ ունեմ, բայց ասում եմ, դուք մի շաբաթվա համար ինձ $5000 փող եք ուզում, ես այդքան տարի ապրում եմ, ձրի այդ օդը շնչել եմ, մի անգամ Տիրոջը շնորհակալություն չեմ հայտնել։ Մի անգամ գոնե։ Ու գիտեք, այդ վերջերս այնց է ասում, որ զարթնում եմ, առավոտը արթնանում եմ ու առավոտը չներություն դաժե գիշերը, որ շունչս կտրվում է։ Ու գիտեք, այն ժամանակա շունչս կտրվում, երբ որ այն թոքի այդ մեջը ընդհանրապես էլ օդ չկա։ Այն մեկ-մեկ ելում ասում Աստված ջան, եկա մոտդ։ Դրա համար ես իմ այդ վերջերս նավսակի ամեն անգամ քննելուց ապաշխարում եմ։
Հա։ Դե ճիշտ։ Հա, ասում եմ, ես ինչքան թանկ բան է, Աստված ջան, դա ո՞նց ես դու մեզ տվել։ Ուզում եմ շնչեմ, չգիտեմ, մի կլապանափակվում, ինչ ալնում, չգիտեմ, բայց ուզում եմ շնչեմ, չեմ կարողանում շնչեմ։ Ասում եմ, ինչ թանկ բան է ու դու մեզ ձրի տվել ես էդի։ Մի անգամ քեզ շնորհակալություն չենք հայտնել դրա համար։ Հա։ Ջուրը ձրի է տվել։ Այն ինչ որ ռեալ մեզի պետք է, էլի, քույր եղբայրներ։ Փրկությունը մեզ համար ձրի է տվել։ Գիտեք, մենք շատ ժամանակ մեր ամբիցիաները, մեր եսը պիտի թաղենք Հիսուսի ոտքերի առաջ։ Երբ որ ես անում եմ, այնտեղ ես հաղթանակ ունեմ։ Ես շատ ժամանակ լսում եմ, էսի մեղավոր է, այնի մեղավոր է։ Եթե քո շուրջը, իմ շուրջը լավ, իմ վրա վերցնեմ, բոլորը մեղավոր են, տենց ասեմ, կատարյալ մենակ Տեր Հիսուս Քրիստոսն է, հա։ Մենք արդեն մեղավոր ենք, հա, բայց եթե դու մտածում ես, որ քո շուրջը բոլորը մեղավոր են, միակ դու ես արդար, ուրեմն այնտեղ մի հարց կա։ Ուրեմն կարող է քո շրջապատը նենց չի, որ սա բոլորը մեղավոր են, էլի, գիտեք, իմ վրա վերցնեմ։ Մի հատ մեքենա կար մոտնս, կես տարի զբաղվում եմ արդեն։ Ու այն մի շաբաթ առաջ իմ կոլեկտիվին հավաքել եմ, ասում եմ, լսեք, մենք պիտի ուրեմն մի բան փոխենք։ Մենք մեղավոր ենք այդ ավտոյի սխալ բաներ ենք արել։ Ճիշտ է, կարայի ասել, որ մենք մեղավոր չենք, որովհետև իր այդ ավտոյի տերն էլ շատ հարցերում սխալ էր, բայց ասում եմ, մենք մեղավոր ենք։ Մենք պիտի ուրեմն մի որակ փոխենք, մի բան անենք։ Գիտեք, այն մակարդակին է հասել, որ դագաղը կարայի մեռած մարդու վրա ծախել ու ինքը դավոլնի կլներ։ Հայ ձևեր մոտս, էլի, ամեն ինչ անում էի, անցնում էր, հələ այնքան սխալներ էի անում, որ մարդիկ կանգնած դավոլնի ասում են, «Ոյ շատ լավ է, իդեալնի է, կատարյալ է»։ Ես կանգնեի կողքից ասում եմ, «Դրա կատարյալ ո՞րն է»։ Հա։ Ու հասկանում եմ, չէ, Համլետ, ուրեմն մի բան կարելի է փոխել։ Ուրեմն ամեն մեկի չի որ է ձևի կանցնի։ Հələ փարկասու այդ մարդը որ կանգնած սպասում է, ես կես տարի ավտոնի մոտցա, ինքը համբերատար սպասում է, կարա մարդն է որ չսպասեր այդ, ու իմ համար ավելի շատ խնդիրներ կլիներ, հա։ Կան ժամանակներ, քույր եղբայրներ, որ մենք պիտի փոխվենք։ Մենք պիտի կանգնենք ու ասենք, ես մեղավոր եմ։ Երբ որ ասում ես, որ ես մեղավոր եմ, շատ հարցեր լուծվում են։ Շատ հարցեր, հա։ Փառք մեր Տիրոջին